Անուն հոր և որդվո և ոգվույն սրբո ամեն։ Քրիստոս արյավ իմերելոց։ Քրիստոս արյավ իմերելոց։ Քրիստոս արյավ իմերելոց։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ի հայրենիս և իսպյուրս։ Քրիստոսի սուրբ հարության ցնծագին ավետիսով և աստվածային շնորհների հայցով բերում ենք ամենքիդ հայրապետական մեր սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները։ Փրկչի սուրբ հարության տոնը հռչակումն է մահվան հանդեպ կյանքի հաղթանակի։ Հաղթանակ, որի համար Աստվածորդին իր անձը զոհաբերեց։ Հաղթանակ, որը հաստատվեց որպես մարդկության հանդեպ աստվածային սիրո լուսաշող վկայություն։ Մեր Տերը հալածվեց, չարչարանքների ենթարկվեց, խաչվեց և մահը ճաշակեց։ Աստվածորդու անձնասոհության վշտագին իրողության հանդիման, ինչպես վկայում են ավետարանիչները, Տիրոջ աշակերտներին ու հետևորդներին համակեցին վհատությունն ու անվստահությունը։ Մահվան թվացյալ հաղթանակի տագնապի մեջ, սակայն մշտավառ հույս, զորություն ու ոգեշնչում դարձավ Քրիստոսի թափուր գերեզմանից հնչող սուրբ հարության հրեշտակաձայն ավետիսը։ Չէ աստ, այլ հարյավ։ Այս ցնծալի ավետիսը արդարև հաղթերքն է Քրիստոսի փրկչական առաքելության։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս իր հրաշափառ հարությամբ կյանքն ազատագրեց մահվան շղթաներից, փրկության լույսը ծագեցրեց աշխարհում և իրեն հավատացողներին ժառանգորդ դարձրեց հավիտենական կյանքի և երկնքի արքայության, ըստ իր կենարար խոստման, ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի։ Տիրոջ փրկչական առաքելությունը եղավ չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի, մահվան դեմ կյանքի պայքար, որ պսակվեց հարության փառապանծ հաղթանակով։ Ուր է մահ քո հաղթությունը, ուր է գերեզման քո խայթոցը։ Քաջալերված բարձրաձայնում է առաքյալը։ Աստվածորդու հարությամբ աշխարհի առջև բացվում է հավիտենության և փրկության ճանապարհը, և երկրավոր իրականությունը սահմանավորից ընդարձակվում է դեպի անսահմանը, դեպի երկնայինը։ Սիրելի բարեպաշտ հավատավոր զավակներ, Քրիստոսի սուրբ հարությամբ հիրավի վերափոխվում է մարդկության պատմությունը, բացահայտվում է կյանքի իմաստը, հարության շնորհը փրկություն է պարգևում բարի, արդար և հավատավոր կյանքի համար։ Տիրոջ հետևորդներին արժանացնում
աստվածային առատ օրհնությունների ու բարիքների, ուրախակից դարձնում երկնայիններին և մասնակից հավերժական երանության անանց բերկրանքին։ Տիրոջ փրկարար կամքին հակառակ չար ու մեղսալի ընթացքը սակայն դատապարտությունը և հավիտենական պատիժ անվերջանալի տանջանքների մեջ։ Այսօր ցավոք ականատեսն ենք կործանարար դրսևորումների աշխարհի տարբեր կողմերում, որտեղ մոլեգնում են անարդարություններ, ատելություն ու թշնամանք։ Պատերազմն ու ավերածությունները, մահն ու սովը ասարսուր արհավիրքներ են սրբում, խեղում մարդկային կյանքեր, թշվառության մատնում բազմահազար ընտանիքների, քաղաքական, տնտեսական ու ռազմական հակամարտությունների հորձանուտում ոտնահարվում են ազգերի ու պետությունների իրավունքներ, անտեսվում խղճի և բարոյականության արժեքներ, ավերվում հոգևոր մշակութային համամարտկային ժառանգություն։ Այս փոթորկահույզ իրավիճակում տառապող մարդկությունը տենչում է խաղաղություն, փափագում աղետների ու բռնությունների ավարտ, համերաշխություն ու երջանկություն։ Աշխարհաքաղաքական ներկա տագնապալի զարգացումների պայմաններում ազգային ու հայրենական մեր կյանքը ևս գտնվում է լրջագույն հիմնախնդիրների առջև։ Անվտանգային մարտահրավերների հետևանքով ստեղծված բարկացությունը առավել ծանրանում է ներքին պառակտումներով ու ճգնաժամային նոր իրավիճակներով։ Մտահոգիչ են նաև մեր իրականության մեջ չդադարող մերժելի գործողություններն ու արշավները ընդդեմ ազգային և քրիստոնեական մեր ինքնության ու անցյալի։ Հավաքական մեր հիշողության մեջ որպես բաց վերք է շարունակում մնալ 20-րդ դարասկզբին 110 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրագործված հայոց ցեղասպանությունը, որի չփարատվող ցավը խորանում է այդ սոսկալի ոճրագործությունը կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով և աշխարհում տեղ գտնող նոր ցեղասպան գործողություններով։ Ոճրագործ այդ դրսևորումներից էր վերջերս մեր ժողովրդի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը, Արցախի բռնազավթումը և Արցախի բռնի տեղահանությունը հայրենի հողից։ Մենք, սիրելի ժողովուրդ հայոց, Տիրոջ հարության շնորհի ժառանգներն ենք և այդ անխախտ հավատով իզորու ենք մեր տառապանքներն ու կորուստները վերափոխելու ազգային վերածննդի, հավատարիմ մնալով տերունավանդ պատգամներին, անսակարկ սեր ու նվիրում դրսևորելով մեր ժողովրդի և հայրենիքի հանդեպ։ Հայրապետական մեր հորդորն է ազգի շահը վեր դասել անձնական ու խմբակային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից։
մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպար հերովանենք ազգագործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը, համախմբվենք մեր հավատքի, ինքնության, արժեքների, պատմության, մեր պետության և ապագայի համընդհանուր տեսլականի, այն ամենի շուրջ, ինչը նվիրական է, ինչը միավորում է մեզ ամենքիս որպես ազգ ի Հայաստան և իսփյուրս։ Միաբանությունն է մեր ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը։ Արդ, լինենք միաբան ու միասնական, համախոհությամբ և մեր ողջ ներուժի գործադրումով դիմագրավելու մեզ պատուհասած փորձությունները, ողբերգություններն ու դժվարությունները կդադարեն, եթե ապրենք հավիտենական կյանքի համար, ամեն ուր փրկչի օրինակով խավարի մեջ լինենք լույսի ջահակիրներ, լինենք մարտիկներ ընդդեմ անարդարության ու չարիքի, մեր ազգի ու հայրենիքի վերառնումը նաև իրական դարձնենք նոր զավակների ծնունդով և մատաղ սերնդի արժանավոր կրթությամբ ու դաստիարակությամբ, ապահովելով հայության հարատև ընթացքը դեպի գալիքի հուսառատ հորիզոններ։ Մեր ժողովուրդը, որ փրկչին ապավինած ավերներ ու նախճիրներ է հաղթահարել, չի կարող այսօր հանձնվել ու տրվել մահին, այլ պիտի լինի կրողը հարության հույսի ու շնորհի, աննկուն ոգով և անխախտ հավատով միշտ ազդարարելով Քրիստոս հարյավ իմեռելոց։ Քրիստոսի հարության կենսապարգև այս ավետիսով մեր ողջույնն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներին, Արամ առաջին Մեծիտան Ընկիլիկիո կաթողիկոսին, Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան arciepiskopos Մանուկյանին, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ arciepiskopos Մաշալյանին, քույր եկեղեցիների հոգևոր պետերին, մաղթելով գահակալության արդյունավոր և արևշատ տարիներ։ Հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն են հղում նաև մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր մեր ժողովրդին։ Տիրոջ սերը, օգնականությունն ու ողորմությունը թող պահապան լինեն ազգիս ու հայրենյաց։ Սուրբ Հարության այս լուսաշող առավոտ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, աղոթենք միասին առհարուցյալ Քրիստոս, աշխարհի, մեր ժողովրդի և հայրենիքի խաղաղության, ապահովության ու անվտանգության համար։ Մեր հայցն է, որ հարության կենսանորոգ շնորհները վերափոխեն մարդկության կյանքը, բարությամբ, արդարությամբ ու համերաշխությամբ։ Թող աստվածային երկնարակ պարգևներով գոտեպնդվի մեր ազգը, հաղթահարի բոլոր առկա նեղություններն ու դժվարությունները և կերտի
նորանոր նշանակալի ձեռքբերումներ, իզորացում եւ իբարս մեր հայրենիքի եւ ի հավետ պայծառություն համայն հայության այսօր եւ միշտ եւ հավիտյանս ամեն Քրիստոս հարյավ իմերելոց Քրիստոս հարյավ իմերելոց Քրիստոս հարյավ իմերելոց Շնորհք եւ սեր Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի եղիցին ձեզ եւ ընդամենեսյան ամեն Մենք էլ սիրելիներ պատասխանենք հայոց հայրապետի ողջույնին եւ ասենք օրհնյալ հարություն Քրիստոսի Բանալս բերանս մեր